Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Թևանյանը երեկ անշարժ գույք է հայտարարել։ Այս մասին Փաստինֆոն տեղեկանում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Թևանյանը հայտարարել է հողամաս, որը ժառանգություն է ստացել 2022 թվականին եւ գտնվում է Բյուրեղաբանում։ Կենտրոն վարչական շրջանում էլ հայտարարել է ավտոտնակ ու բնակարան, բազմաբնակարան բնակելի շենքում։ Բնակարանն ու ավտոտնակը Թևանյանը գնել է 2020 եւ 2019 թվականներին։ Երեք անշարժ գույքերն էլ միանձնյա սեփականությամբ պատկանում են պատգամավորի թեկնածուին։ Տրանսպորտային միջոց վերջինս հայտարարել է 2018 թվականի արտադրության Հոնդա Մագնիշի մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Արժե թղթեր, ներդրումներ, բանկային ավանդներ վերջինս չի հայտարարել։ 2025 թվականի սկզբում Թևանյանն ունեցել է 170,895 դրամ, իսկ նույն տարվա վերջում այն կազմել է 208,098 դրամ։ Նույն տարվա սկզբում նա ունեցել է նաև 108,500 եվրո, 112,000 դոլար, 20,510,000 դրամ կանխիկ գումար, իսկ նույն տարվա վերջում 107,200 եվրո, 110,300 դոլար, 10,600,000 դրամ կանխիկ գումար։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինիս կինը Էլմիրա Թևանյանը Թևանյան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ Անդրանիկ Թևանյանը 2021 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի համամասնական ցուցակով, հետագայում ընդգրկվել է ընդդիմադիր քաղաքական գործընթացներում եւ ձևավորել Մայր Հայաստան նախաձեռնությունը։ Այս պահի դրությամբ Թևանյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակում երկրորդ համարն է։